Ապրիլի 17-ից 19 Անտալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովին Հայաստանը ներկայացված է փոխարտգործնախարարի մակարդակով։ Անցյալ տարի վարչապետ Փաշինյանը եւ արտգործնախարար Միրզոյանը եւս ներկա էին, հայ-թուրքական երկխոսությունը կարծես կառուցողական էր ընթանում, ձեռք էր բերվել պայմանավորվածություն սահմանը երրորդ երկրի քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բաց անել։ Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ այս մարտին սահմանը կբացվի, բայց այս պայմանավորվածությունը դեռևս կյանքի չի կոչվել։ Հետաքրքիր է, որ Թուրքիայի արտգործնախարարն անգամ դրական էր արտահայտվել Հայաստանի ղեկավարության հասցեին, բայց գործնականում առաջընթաց միևնույն է դեռևս չկա։ Այս տարի Անտալիայի համաժողովին ներկա է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, որը երկկողմ հանդիպումների օրակարգով է այստեղ, այդ թվում Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինսիի հետ։ Կոստանյանը համաժողովի շրջանակում մասնակցելու է պանելային քննարկմանը Հարավային Կովկաս ձևավորվող ռազմավարական հանգույց վերտառությամբ։ Օրակարգում էին նաև Բրազիլիայի արտգործնախարարության պաշտոնյայի եւ Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեի հետ հանդիպումները։ Ապրիլի 18-ին սպասվում է նաև հանդիպում Եվրամիության ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Անտալիայի դիվանագիտական համաժողովին ներկա էին նաև Ադրբեջանի նախագահը տիկնոջ եւ դստեր հետ։ Նրանք նստած էին առաջին շարքում Էրդողանի եւ Թուրքիայի առաջին տիկնոջ կողքին։ Հանրային ռադիոն ճեպած զրույցի հնարավորություն ունեցավ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ, որից մի հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Ադրբեջանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղությանը եւ կա ժամկետ, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանի համար խաղաղությանն այլընտրանք չկա։ Ինչպես տեսնում եք, Ադրբեջանը սա դրսևորել է խաղաղության օրակարգի նկատմամբ լիակատար վճռականությամբ։ 2023 թվականից ի վեր 2 տարվա ընթացքում երկու երկրները հանգել են խաղաղության օրակարգի եզրակացությանը, որը նաև հաստատվել է Վաշինգտոնի գագաթնաժողովում նախագահ Թրամփի ներկայությամբ։ Մեկ անգամ եւս մեր լիակատար վճռականությունն էր խաղաղության օրակարգի նկատմամբ, որ մենք դա արեցինք եւ հաստատեցինք Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահի ներգրավվածությամբ եւ անձնական ներկայությամբ։ Հետևաբար մեզ համար խաղաղությանն այլընտրանք չկա, սակայն գործնական քայլերով մենք պետք է ել ավելի ամրապնդենք խաղաղությունը տեղում։ Եվ ես նաև պետք է ուրախությամբ ասեմ, որ մեր երկրների միջև առկա է առևտրային ներգրավվածություն։ Վերջերս նավթամթերքի նոր ծավալներ են արտահանվել Հայաստան, եւ առևտրային հարաբերությունները նույնպես ապացուցում են իրենց փոխշահավետությունը մեր երկրների համար։ Մեր գործարար պատվիրակությունները նույնպես պատրաստվում են հանդիպել շատ շուտով, իսկ փոխվարչապետերը նույնպես պարբերական կապի մեջ են։ Ես նույնպես կապի մեջ եմ իմ հայ գործընկերների հետ։ Հայ-թուրքական հարաբերությունները միշտ կապել է հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացի հետ։ Հիմա ունենք իրավիճակ, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններում նկատելի է առաջընթաց խաղաղության պայմանագրի ստորագրումից մինչև առևտուր, այնինչ Թուրքիայի հետ հարաբերությունները երկխոսության մակարդակում են, առանց գործնական քայլերի։ Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովի նախագահը, եւս Ստամբուլում է։ Նա կարճ շփում է ունեցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ։ Սիմոնյանը Ստամբուլում մասնակցում է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն, հայտարարել է ազգային ժողովի նախագահը Ստամբուլում եւ հավելել, որ անհատ կորած մյուս անձանց ճակատագրերը եւս պետք է պարզվեն։ Աստղիկ Սարգսյան, Արգիշ Տիվասակյան, Ռադիոլուր։